կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ 55 միլիարդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների բնակապահովման եւ այլ կարիքների խնդիրների հասցեագրման համար։ Շարունակվելու է անկախիկ եղանակով թոշակառուների ծախսերի ետ վերադարձի համակարգը զարգանալու է եւ 2026 թվականին սա հասնելու է 20%-ի ներկայիս 12%-ի փոխարեն։ Ես ուզում եմ ընդգծել, մենք մի X պահից նախկինում մենք որդեգրեցինք քաղաքականություն, սա ըստ թոշակի բարձրացում է։ Բայց այո, նաև հանրային համերաշխության տրամաբանության մեջ մենք խնդրում ենք եւ մեխանիզմ ենք ստեղծում, որ այդ թվում թոշակառուները որոշակի ներդրում ունենան հենց իրենց եկամուտները ապահովելու գործում, որ վատ արգահատելի ոչ մի բան չկա դրանում։ Բայց հաջորդը մենք այս տարին ներդնելու ենք համընդհանուր ետ վճարի համակարգ։ Այսինքն բոլոր քաղաքացիները անկախիկ առևտրի դեպքում իրենց առևտրի որոշակի տոկոս հետ են ստանալու։ Համակարգը կներդրվի, պարոն Հովհաննիսյան, 3.5%-ի մասներ, 2%-ի մաս, անկախենք առևտրի 2%-ը, քաղաքացիները էլի հետ վճարի ձևով կստանան։ Մենք հարգելի գործընկերներ թևակողելու ենք ակադեմիական քաղաքի նախագծի իրականացման հաջորդ փուլ։ Այս տարի մինչև տարեվերջ մենք կհաստատենք արդեն դե յուրե որոշմամբ ակադեմիական քաղաքի master plan-ը կամ գլխավոր հատակագիծը, չգիտեմ որ տերմինն ավելի ճշգրիտ, master plan-ը եւ կսկսենք ուրեմն ակադեմիական քաղաքի իրագործման հաջորդ արդեն դե յուրե եւ դե ֆակտո լիարժեք փուլը։ Իհարկե կշարունակվի, մենք 2026 թվականին ավարտին կհասնենք մեր 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը եւ ուզում եմ ընդգծել, որ մեզ համար հիմա ակնհայտ է, որ 300 դպրոցի ծրագրից հետո մենք պետք է որդեգրենք նոր 300 դպրոց ծրագրի, որովհետեւ դա էլ հաջորդ մեր արձանագրումներ եւ այն դեպքերից է, երբ որ մենք մեր երկիրը երկրի մասին ինֆորմացիա մեզ թվում է շատ գիտենք, բայց իրականում շատ չգիտենք։ Որտեւ 300 որ ասում ենք, մեզ թվում է թե 300 դպրոց կկառուցենք եւ երկրում դպրոցների պահանջարկը դրանով կբավարարվի։ Բայց ոչ, ես ավելին ասեմ, այն հաջորդ 300-ից հետո մենք պետք է եւս մի 300 անենք։ Այո, եւս 3 հատ 300 պետք է կառուցենք, որպեսզի կրթության պատշաճ մակարդակ տեղի ունենա։ Հարգելի գործընկերներ, Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր։ 23% վերջին տվյալներով, եթե ճիշտ եմ հիշում։ Ես ուզում եմ մենք խորանանք այս երևույթի պատճառի մեջ, որովհետև այստեղ կոնֆլիկտ կա իրոք։ Մենք ցույց ենք տալիս մի կողմ տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում։ Ես շատ մտածել եմ այդ երևույթի մասին։ Գիտեք ինչն է դրա պատճառը։ Իմ համոզմամբ դպրոցների ավերակներն են դրանց պատճառը։ Դա ուրիշ որևէ պատճառ չունի։ Ավերակ դպրոցները, այն որ հանրապետության երեխաների մի զգալի մասը ըստ էության զրկված է պատշաճ որակի կրթության իրավունքից։ Ուրիշ պատճառ դրա համար չկա։ Որտեւ այդ ոնց է որ 100,000-ավոր կամ տասնյակ հազարավոր լավ քաղաքացիներ կարող են արտերկրից գալ Հայաստանում աշխատել եւ բոլոր հիմնարկները ուղղակի խնդրում աղաչում են աշխատող են փնտրում եւ չեն գտնում մյուս կողմից բարձր վճարման սեգմենտներում աշխատողների մեծ պահանջարկ կա մյուս կողմից աղքատության այս երևույթը դրա պատճառն է նա որ տասնամյակներով Հայաստանի երեխաները դպրոց չեն ունեցել հարգելի գործընկերներ հիմա այդ երեխաները մեծացել են հասուն մարդիկ են եւ պետքա վաստակեն ինչով վաստակեն
որ գիտելիքով, որտեղ ստացած գիտելիքով վաստակեն։ Հիմա ես ինչի համար եմ ասում, որովհետև այնօր լսում եմ բանը Հայաստանի նախկին ղեկավարներից մեկը ասում է դե աղքատություն ասում է ոնց եղել է էական փոփոխություն չի ունեցել։ Հա չի ունեցել։ Այսինքն փոփոխություն ունեցել է, તો նվազում ունեցել է, բայց այդ նվազումը էական չի, այսինքն գոհացուցիչ չի։ Դա նրա պատճառով է, որ դուք ավերել եք դպրոցները, այսինքն ոչ թե ավերել եք, այլ ավերակ են եղել դպրոցները ձեր ժամանակ։ Դա նրանից է, որ ձեր ժամանակ բարձրագույն կրթական համակարգը ըստ էության համակարգի որակը գահավիժել է, գահավիժել, որ բուհերը եղել են ընդամենը կոռուպցիայի եւ քաղաքական հարկադրանքի միջոցներ։ Այսօրվա աղքատությունը դրա համար է։ Ուրիշ որևէ պատճառ աղքատության համար չկա։ Այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի հմտությունների եւ գիտելիքների մի որոշակի գծից, թեկուզ մի քիչ ավել պաշար, ինքը հեշտությամբ կարող է հաղթահարել աղքատությունը։ Բա մենք ոնց ենք պատկերացնում, եւ երկրորդը աղքատությունը հաղթահարում են աշխատանքով։ Ուրիշ տարբերակ չկա աղքատություն հաղթահարելու։ Իսկ որպեսզի աշխատանքը բերի աղքատության հաղթահարում, այդ աշխատանքը պետք է լինի որակավորված աշխատանքով։ Բա մենք աղքատության հաղթահարումը ոնց ենք պատկերացնում, տանենք ամեն աղքատի ամիս 2 միլիոն դրամ տանք, նախ դա էլ չի հաղթահարելու աղքատությունը, որովհետև այդ 2 միլիոն դրամը ծախսելու գիտելիք էլ է պետք ունենալ։ Եվ երկրորդ այդ 2 միլիոն դրամը որտեղից տանք, ում հաշվին տանք։ Ես ցույց տվի բյուջեի ձևավորման մեխանիզմը։ Ով է պատրաստ ինքը աշխատի, որպեսզի չաշխատողները, ով է պատրաստ, որ ինքը 10 տարի ներդրում անի իր կրթության մեջ, հետո աշխատի, մարդիկ կան այսօր, այո, 2-3 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում, բայց մինչև հիմա իրանց ուսանող ժամանակ եղած վարկերն են փակում։ Կան նաև այդպիսի մարդիկ։ Ես ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, հարգելի գործընկերներ, որ մենք այնուամենայնիվ այս պետական բյուջեի նկատմամբ վերաբերմունքը, հա մեկ էլ հաջորդ խոսույթն է նա, որ կառավարությունը շատ է ծախսում այդ պետական պաշտոնյաների աշխատավարձի թեման, ես դրան անդրադարձել եմ։ Մենք կարանք ուղղակի պետական համակարգը, նույնը ոնց որ, ասենք պետական համակարգ չկա, աշխատավարձել չենք տալիս։ Ինչ տեղի կունենա, ամեն ինչ կկանգնի, բացարձակապես ամեն ինչ։